Մհմ։ Փորձեմ ձայնագրեմ, գուցե հետո մեզ պետք է այս ձայնագրությունը։ Ինչի մասին ենք այսօր խոսելու։ Խոսելու ենք ժամանակի կառավարման մասին։ Մի բան, որ ինձ մոտ իդեալական է ստացվում, ու որով որ պատրաստ եմ ձեզ հետ կիսվել։ Բոլորդ էլ գիտեք, որ մեր կյանքի ամենաթանկ ռեսուրսը ժամանակն է։ Հերիք չի, թանկ ռեսուրս է, մի հատ էլ սպառվող ռեսուրս է։ Մենք մեր ժամանակը մենք կարող ենք այսպես ձևակերպել, հա, մենք ծնվել ենք, դե բնականաբար ծնված ժամանակ շատ չենք իմանում մեր հետագան ոնց է լինելու։ Հասնում ենք որոշակի հասուն կյանքի ու որոշում ենք, որ այսուհետ մեր կյանքը պետք է ապրենք այս կամ այն ձևով։ Բայց ինչ ենք մենք անում մեր ուզած արդյունքին հասնելու համար։ Մենք կարանք անենք ամեն ինչ, բացի նրանից, որ մեր նպատակին կոնկրետ, մտածված գործողություններ անել, որպեսզի հասնենք նրան, ինչը որ մենք ուզում ենք։ Մենք մոռանում ենք հաշվի առնել, որ ժամանակը սպառվող ռեսուրս է, ոնց մի օր ծնվել ենք, մի օր էլ մենք մահանալու ենք։ Մենք հաշվի չենք առնում, որ ժամանակը մեզ տրված է անվճար, բայց մենք դրա դիմաց պատասխան ենք տալու, թե ինչի վրա ենք այն ծախսել։ Մենք հաշվի չենք առնում, որ մեր ժամանակը հավասար է մեր կյանքին։ Մեր ժամանակը հավասար է մեր էներգիայի արտացոլանքին։ Երբևէ մտածել եք, երբ որ դուք անընդհատ օրվա ընթացքում ինչ որ մի բանից բողոքում եք, դժգոհում եք, լարված եք, հաջորդ վայրկյանը, հաջորդ ժամը, հաջորդ օրը այնպես չի, որ հակառակն է լինում, նորից նույն ձև է լինում։ Էլի ինչ որ վատ բաներ ա կատարվում, էլի ինչ որ իրադարձություններ, որոնք որ ձեզ բողոքի ալիք են բարձրացնում ձեր համար, ինչ որ մի բան ա տեղի ունենում, որը ազդում է ձեր ներաշխարի վրա, որը ազդում է ձեր հոգեկանի վրա։ Ինչի, որովհետև անընդհատ երբ դու ժամանակի մեջ մենակ բացասականը ֆիքս ես ու մտածես, որ ինչ վատ է ամեն ինչ, ռեկրուտինգ չեմ կարում անեմ, վիպի կարգավիճակը չեմ կարում պահեմ, ակցիաները դուրս չի գալի, տպավորություն է ստեղծվում, որ հետ այդպես էլ ամեն բան գնում է ու ամեն ինչ ընթանում է ոնց ասել եք, հենց այդ ձևով։ Ժամանակը ընտրությունների մասին է։ Այն ընտրության, որը որ մենք ապրում ենք, մեր կյանքը հիմնված է ընտրությունների վրա, ու մենք ենք ընտրում, մենք լավ կապրենք, թե մենք վատ կապրենք։ Մենք օրվա մեջ կնկատենք արևից ծագող ճառագայթները, թե այն 10 րոպեանոց անձրևը, որը եկավ ու մի թեթև օրինակ մեր լվացքի վրա թափվեց։ Մենք ենք ընտրում ժամանակի մեջ շեշտը ինչի վրա ենք դնում։ Տեսեք, ժամանակը ինքը բոլորիս համար տարբեր հասկացություն է։ Ինձ համար լրիվ ուրիշ կերպ կարա ընթանա այդ նույն ժամանակը, X մարդու համար լրիվ ուրիշ կերպ կարա ընթանա ժամանակը, բայց մենք երկուսս էլ կարանք այնքան էֆեկտիվ օգտագործենք, որ իրենից ստացած օգուտը երկուսիս համար լինի մաքսիմալ եկամտաբեր տարբերակով։ Բայց հաշվի առնենք մի բան, որ իրականում մենք չենք կարա կառավարենք ժամանակը, եթե մենք չունենանք հստակ նպատակ։ Սա ֆիքսում ենք, որ ժամանակն առանց նպատակի հավասար է զրոյի, ու մենք ոչ մի բան իրականում չենք կարող անենք։ Ժամանակը միակ ռեսուրսն է, որը չի վերականգնվելու։ Ու հետաքրքիրն է նա, որ մեզանից շատերը չեն էլ փորձում կառավարել ժամանակը։ Հենց ժամանակն է իրանց կառավարում։ Հիմա մի հարց եմ տալիս ձեզ ու փորձեք պատասխանել։ Երբևէ զգացել եք, որ տպավորություն է, որ օրը կարծես փախչում է ձեր ձեռքից, բայց իրականում չգիտեք, չհասկացաք, ինչ արեցիք, ոնց եղավ, որ օրը մթնեց, ում հետ է այսպիսի դեպք պատահել։ Ինձ հետ ու շատ հաճախ։ Վերջին Պատկան։ 2 տարին օրերս թռնում ա, չեմ զգում, Ըհը։ բայց օպտիմալ չի լինում օգտագործել այդ ժամանակը իրականում։ Շնորհակալություն անկեղծության համար։ Հիշում եք, չէ, որ ասել եմ թեյերը լցրեք, նոր նստեք։ Սրա համար եմ ասել, զրուցենք եւ թեյը խմենք։ Էլո մոտ այդ զգացողությունը։ Մենակ թագուհու մոտ է այդպես։ Չաթում էլ կարող եք գրել, եթե հարմար չի։ Յուլիայի հետ էլ ա լինում, Անիի հետ էլ ա լինում, բոլորիս հետ էլ լինում է։ Միջև եմ պահը, երբ դու չես հասկանում, ոնց պետք է իրեն կառավարես։ Իսկ ես ուզում եմ, որ մենք այսօր փորձենք ոչ թե պլանավորել սովորենք, այլ հասկանանք, թե ինչ է ժամանակը եւ ինչու այն երբեմն մեզ
չի հերիքում։ Գիտեք, ոնց պետք է հասկանանք ինչն է խնդիրը։ Մենք ուղղակի պիտի փորձենք գրել, մենք օրվա ընթացքում ինչ ենք անում, ինչի վրա արժի ծախսել ժամանակ, ինչի վրա կարանք չծախսենք։ Հիշում եք, ես մի ժամանակ ձեզ տվել էի փորձ 2 ժամը 1 զարտուցիցի մեթոդը օգտագործել։ Երբ ծնգում է, դուք հետ եք նայում ու տեսնում եք, ինչ եք արել դուք նախորդ 2 ժամվա մեջ։ Կան մարդիկ, ովքեր որ այս մեթոդը կիրառել են։ Արձագանքեք, եթե մարդիկ կան, որ օգտագործել են։ Ես նշեցի, որ այդ մեթոդը ես ինքս օգտագործել եմ, ինքը իմ մոտ արդյունք տվել է։ Կան մարդիկ, ովքեր օգտագործել են զարթուցիցի մեթոդը 2 ժամը 1 իր զանգով հետադարձ հայացք ուղեն ու հասկանան ինչ են արել իրենք նախորդ 2 ժամվա ընթացքում։ Զարթուցիչ չեմ դրել, բայց պլանավորել եմ, որ այս ժամին տանից պիտի դուրս գամ, մինչև այդ ժամը պետք է այսքան գործս վերջացնեմ ու արել եմ։ Անտիր, ապրես որ ասեցիր։ Ուրիշ։ Ես էլ եմ փորձել, բայց շատ կարճ օրեր։ Անգամ մեկ շաբաթ այդպես չեմ ապրել, բայց հաճելի էր։ Չեմ կարի ասեմ, թե ինչի չշարունակեցի այդպես։ Ահա, Անին գրելա 6 ժամը 1 եմ փորձել, 6 ժամը 1 էֆեկտիվ չի լինելու Անի ջան, որովհետև 6 ժամը ինքը մեծ հասկացողություն է, ու դու կարող ես 6 ժամ հետ նայես ու քեզ թվա, որ դու հա մի մեծ բան ես արել, բայց երբ որ հասկանում ես, որ դու 2 ժամվա մեջ իրականում բացարձակ ոչինչ չես արել, դու արդեն հասկանում ես, որ մի բան քո պլանավորածով չի գնացել։ Գիտեք, ժամանակը իրականում մեր կյանքի որակի հայելին է։ Եթե ժամանակը ցրված է, նույնը մեր էներգիան է ցրված լինելու։ Ժամանակը այդ ոչ թե այն ժամերն է, որը որ գրում, այլ մեր ընտրությունները, ոնց որ ես ասեցի, ամեն անգամ, երբ մենք ինչ-որ մի բանին ասում ենք այո, եւ ինչ-որ մի բանի ասում ենք ոչ, դրա հաշվին է մեր ժամանակը ձևավորում։ Մի հատ վերհիշեք, դուք վերջին անգամ ինչ-որ բանի երբ եք անգամ արել ինչ-որ մի բան, որովհետև պետք էր, բայց իրականում չեք ուզել դա անեք։ Եղել է ձեր կյանքում իրավիճակ, երբ որ դուք ինչ-որ մի բան արել եք նրա համար, որովհետև դա պետք էր, դա ձեր ցանկությունից չի բխել։ Ես իմ օրինակը կարամ բերեմ։ Ես երկար ժամանակ աշխատում էի հենց մեր գործում, առավոտից մինչև երեկո, մտածելով, որ եթե ես լինեմ զբաղված, դա իմ արտադրողականության որակն է բարձրացնում։ Իսկ ես հասկացա, որ զբաղվածությունը հաճախ պարզապես խուսափումն է առաջնահերթություններից։ Հիմա այդպես չեմ անում։ Հիմա ինձ մոտ կա աշխատանքային գրաֆիկ։ Ես աշխատում եմ ժամը 11-ից մինչև ժամը 3 ընկած հատվածում եւ սովորաբար ժամը 9-ից հետո։ Ու եթե դուք փորձեք ժամը 3-ից մինչև ժամը 9 ընկած հատվածում ինձ ինչ-որ մի կարևոր հարցով դիմեք, նախ սկսեմ նրանից, որ զանգը կարող է ես ուշ տեսնեմ, գրածի մասին էլ խոսք չկա, որովհետև արդեն այդ ժամն ընկնում է ընտանեկան ժամ։ Հիմա դուք ձեզ հարց տվեք. եղել է ձեր կյանքում դեպք, երբ որ դուք ինչ-որ մի բանը արել եք, որովհետև պետք էր, ոչ թե որովհետև դուք այդպես եք ուզել։ Լաուրան պլանավորում է ժամով համարյա հասցնում է։ Իդեալական։ Ինչից իդեալական Անի ջան, դե քո հետ շողիկ ենք շատ լավ են աշխատել։ Արդյունքը իդեալական երևում է։ Շնորհակալություն շատ։ Խնդրեմ Ազիզ ջան։ Մի հատ պրակտիկա եմ ձեզ հիմա ասում։ Կարակ, եթե ձեր կյանքում նման իրավիճակ եղել է, կարակ օրինակ հենց այսօր Zoom-ից հետո կամ վաղվա համար պլանավորեք մի բան, որը երկար ժամանակ ուզել եք անեք, բայց չեք կարողացել անել։ Մի բան, եթե դուք դա անեք, դուք արդեն ռիթմի մեջ եք ընկնելու։ Գիտեք, երբեմն այստեղ ոչ թե նա, որ ժամանակը չի հերիքում, այլ մեր ներքին վիճակը մեզ թույլ չի տալիս։ Գոյություն ունի տերմին, որի հայերեն թարգմանությունը ես այդպես էլ չգտա, ինքը կոչվում է պրոկրաստինացիա։
Ինչ է սա նշանակում, երբ դու նստում ես անելու ինչ-որ մի գործողություն և ինքդ քեզ համոզում ես ու գտնում ես հազար ու մի պատճառ այդ գործողությունը չանելու համար։ Ենթադրենք, պետք է նստեք անեք ռեկրուտինգ, վայ մի հատ վեր կերամ սուրճ խմեմ։ Սուրճը խմեցինք, վայ մի հատ ջուր խմեմ, վայ մի հատ ցայվեմ, վայ մի հատ զանգ անեմ, ամեն ինչ անհիմն պատճառաբանություններով, միայն թե բուն գործողությունը չկատարվի։ Դու ընդհանրացնելով կարանք ասենք, որ պրոկրաստինացիան դա գործելը հետաձգելու արվեստն է, դա ծուլություն չի իրականում, դա ուղղակի դու գիտակցված քո գործը հետ ես գցում, որովհետև ունես վախ ձախողելուց կամ պարզապես վախ կատարելության չհասցնելուց։ Բայց եկեք մի բան հարցնեմ ձեզ, ով ասել, որ ձեր արած բոլոր գործերը պետքա լինի իդեալական։ Ով ասել։ Ով ասել, որ օրինակ շատ մամաներ կամ զբաղված կանայք իրանց ներքին ձայնը իրանց միշտ հուշում է, որ մենք պետք է հասցնենք այսինչ կամ այնինչ բանը իդեալական հասցնենք։ Ով է ասել, որ պիտի իդեալական է։ Երջանկությունը իդեալականության մեջ է պայմանավորված, թե հոգեկան ներդաշնակության մեջ է պայմանավորված։ Գիտեք, ժամանակի կառավարումը սկսվում է այնտեղ, որտեղ մենք սովորում ենք մեր հանդեպ նուրբ լինել։ Սա շատ կարևոր է։ Ինչ էիք ուզում երկար ժամանակ անել, որ չեք արել։ Նորից վերհիշեք, գրեք ձեզ համար ու անպայման դա արեք։ Դուք ձեզ գնահատել եք, դուք ձեզ պարգևատրել եք, թեկուզ հենց նրա համար, որ դուք առավոտյան արթնացել եք ու 10 րոպե տրամադրել եք ձեզ գեղեցկանալու համար։ Դուք ձեզանից գոհ եք, դուք կանգնել եք հայելու առաջ ձեր հետ խոսել եք, ով պետքա ձեզ ոգևորի, եթե ոչ դուք։ Դե սպասում եք, որ պետքա ձեզ կողքից ինչ-որ մեկը ոգևորի, եկեք բացենք մեր աչքերը։ Մեզանից լավ մեզ ոչ մեկ չի ոգևորելու։ Մեզանից լավ մեզ ոչ մեկ չի ճանաչում։ Եվ սկսեմ այն ամենակարևորից, եթե դուք ինքներդ ձեզ գնահատել չգիտեք, կողքինները ինչի պիտի ձեզ գնահատեն։ Անցնենք հաջորդ էտապին։ Նպատակների ու առաջնահերթությունների մասին։ Ժամանակը չի հերիքում նրանց, ովքեր չգիտեն ուր են գնում։ Գիտեք, երբ դու ունես հստակ նպատակ, ժամանակը ինքնաբերաբար արդեն կազմակերպվում է։ Ոնց անենք, որ ժամանակը ճիշտ կազմակերպվի, պետք է ուղղակի նախորդ օրը երեկոյան դու հասկանաս հաջորդ օրվա հետ կապված քո անելիքները։ Սպոնտան որոշված պահեր շատ է լինում։ Լինում է դեպքեր, երբ որ օրինակ կարաս ինչ որ մի չնախատեսված ժողով լինի, օրինակ եմ ասում, կամ մամաների դեպքում դպրոցից զանգ է գալիս ու դու այո գնում ես, դա լինում է, բայց երբ դու հիմնականը ունենում ես կազմած գրաֆիկ, իդեպ նշեմ, 3-ից 5 գործողությամբ, չես կարա դու ուղղակի նպատակից չհասնել։ Մեր խնդիրը ուղղակի այն է, որ մենք չգիտենք, մենք ինչ ենք ուզում։ Հիմա եթե ես ձեզ ասեմ հստակ մեր բիզնեսի հետ կապված ներկա գտնվողներից հետ, ով ինչ ակնկալիք ունի, ինչ է ուզում, մեծամասնությունը պատասխանում է, ես ուզում եմ ստատուս, ես ուզում եմ փող, ես ուզում եմ ճանաչում։ Այդպես չի լինում նպատակի ձևակերպումը։ Նպատակի ձևակերպումը լինում է չափելի ու ժամանակով։ Ես այսինչ ժամանակում ուզում եմ ունենամ այսքան փող, այսքան փող ունենալու համար պետք է անեմ այսքան բալ կամ բերեմ այսքան մարդ։ Այդպես է չափվում նպատակը։ Հետևաբար ըստ նպատակից էլ բխում է քո գործողությունների գրաֆիկը։ Ես ինչ ես ձեզ ասում եմ իմ օրինակով։ Ես հիմա հստակ գիտեմ, պատմեմ իմ այսօրվա գրաֆիկը, որպեսզի պատկերացնեք։ Մարաթոնի ալիքում աշխատանքները կատարելուց հետո աշխատանքը կատարվել է ընդհանուր չաթում։ Ընդհանուր չաթում աշխատանքը կատարվելուց հետո կատարվել է 5 կարևոր զանգ, որոնք որ պետք է արվեր, որոնք որ տևել են բավականին երկար զրույցով, որտեղ ես գիտեի արդեն 3 երեկոյան ես արդեն գիտեի, որ ես 5 հոգու պետք է այսօր զանգեմ, որտեղ ամեն մեկի հետ կապված կար իմ առջև պատկեր էր ձևավորվել, որ ես պետք է այդ խնդիրը լուծեմ։ Գործողությունն անելուց հետո ես ունեցել եմ ժամանակ նաև, եթե տեսեք 11-ին սկսվում է, չէ՞ աշխատանքային գրաֆիկը իմ ու կապ չունի, որ ես տանից եմ աշխատում։ Ես հիմա այնքան լուրջ բան կասեմ, դուք իմ ասածին հետևեք, հնարավոր չի, որ դուք այս գործում չհաջողեք։ Ես առավոտյան երեխային մանկապարտեզ տանելուց հետո անում եմ տան գործերը։
հնարավորինս արագ։ Դրա մեջ կարա մտնի նույնիսկ մեծ գործերը, չգիտեմ, պատուհան լվանալ կլինի, ինչ որ ուրիշ բան, եթե պետք է արվի, արվում է մինչև ժամը 11-ը։ Ժամը 11-ին, եթե անգամ իմ լվացքի մեքենան կանգնել է, կամ եթե անգամ պետքա շորերը հավաքվի, կամ եթե անգամ շորերը հավաքվել է, պետքա ծալվի, ես էլ չեմ անում դա, որովհետև իմ աշխատանքային ժամը սկսվել է։ Ու մինչև ժամը 3-ը ես զբաղված եմ լինում միայն իմ գործով։ Հասցնեմ հացը սարքեմ մինչև 11-ը սարքեմ։ Չէ, դա արվում է ժամը 3-ից հետո։ Հարթուկ կա անելու, դա արվում է ժամը 3-ից հետո։ Ընկերներ, դուք պատկերացրեք, դուրս եք գալիս ինչ որ միտեղ աշխատելու։ Ո՞նց եք անելու։ Ասելու եք գործի տեղի տնօրեն։ Սպասի, ես պետք է իմ տան գործն առաջ տամ։ Եկեք հաշվի առնենք մի բան, որ եթե դուք անընդհատ նայեք ձեր շուրջ բոլորը, դուք կգտնեք գործ, որը որ պետք է արվի։ Իսկ եթե ուզում եք այս գործում ունենաք հաջողություն, առանց ժամային գրաֆիկի դուք կյանքում չեք ունենա հաջողություն։ Առանց ժամային ու հստակ գրաֆիկի, ինչ պետք է անեք դուք, որպեսզի դա ձեզ մոտ ստացվի։ Այստեղ առաջա գալիս արդեն նպատակի ու դրա առաջնահերթության խնդիրը։ Տեսեք, երբ որ դու ունենում ես նպատակ, քո գործողությունների կազմն էլ ավտոմատ այնպես է ձևակերպվում, որ քո նպատակի իրականացմանն է գնում։ Եթե դա քեզ համար կարևոր է, իսկ եթե դա քեզ համար առաջնահերթություն չի ու կարևոր չի, բնականաբար դու չես անելու դա, որտեղ դու կգտնես հազար մի պատճառ, նրանք ովքեր ունեն նաև այլ աշխատանք, պարզա որ պետք է այդ այլ աշխատանքն անեն, որովհետև հիմնականում այլ աշխատանքի մեջ գումարային, ժամանակային մեծ ներդրում են դնում եւ ակնկալում են, որ դա պետք է հետ ստանան, իսկ ցանցային բիզնեսում, քանի որ գումարի ներդրում որպես այդպեսին չկա, բնականաբար դժվար է աշխատելը, ինչ խոսք։ Լինենք արդար մեր հանդեպ, եթե միտեղ, որտեղ որ դու ռեսուրս ես ծախսում, դու ամեն ինչ անում ես, որպես այդ ռեսուրսը հետ բերես։ Իսկ այստեղ դու ռեսուրս չես ծախսում, դու փող չես ներդրել, դրա համար թեև ես տանում, լավ, այսօր կանեմ, վաղը կանեմ, այսօր ռեկրուտինգ կանեմ, վայ այսօր հավես չունեմ, պարկեմ սերիալս նայեմ, ու բնականաբար դու դրանից արդյունք չես ստանում։ Ես ձեզ առաջարկում եմ եւս մեկ հանձնարարություն։ Գրեք ձեզ համար նպատակ, որը կցանկանաք իրագործել առաջիկա 3 ամիսներին։ Եվ գրեք, թե որքան ժամանակ եք դուք պատրաստ դրան տրամադրելուն։ Ու ըստ այդմ արդեն կազմում ենք օրվա պլանավորումը, հաշվի առնելով մի քանի կարևոր հանգամանք։ Մենք կանայք ենք, եւ մեր օրգանիզմը այլ կերպ է ձևավորված։ Մեզանից յուրաքանչյուրն ունի օրեր, որի ժամանակ մենք չենք ուզում ոչ մեկի երեսը տեսնել։ Մենք ունենում ենք օրեր, երբ մեր էներգիան մեզ ուտում է, մենք ուզում ենք շատ մարդկանց հետ զրուցել։ Հետևաբար շատ կարևոր է, որ մեր էներգետիկ դաշտը հաշվի առնելով կազմվի այդ գրաֆիկը, որ ոչ թե ունենանք հակառակ պատկերը, երբ ռեսուրսից ընկած ենք, թուլացած ենք, հոգնած ենք, այլ մի բան էլ ոգևորված լինենք, որտեղ երբ գրաֆիկը կազմվում է ամեն մեկիս էներգիային համապատասխան, մեզանից լավ ոչ մեկ չի կարա դա կազմի ու աշխատի։ Պետք է գրել իրական, ոչ թե իդեալական պլաններ։ Սա շատ կարևոր է։ Պլանի ձևակերպման ժամանակ, երբ նորեկն ասում է, ես ուզում եմ 3 ամիս հետո ստանամ 500,000 դրամ աշխատավարձ, դա ռեալ չի, երեխեք ջան, դա աշխատող չի։ Բայց նույն նորեկը երբ ասի, որ ես ուզում եմ մի 7-8 կատալոգ հետո դառնամ 2000 բալ, հա, դա լրիվ ռեալ է, դա իրատեսական է։ Եկեք պլանները կազմենք ըստ մեր ուժերի սահմաններում, ոչ թե ինչը լիներ, որ լավ կլիներ։ Եվ ձեզ փոքրիկ լայֆհակ եմ տալիս, կարող եք դուք սկսել 7 օրյա գրաֆիկի կազմումով։ Ինչպես դա անել։ Վերցնում եք սովորական օրագիր։ Մի ժամանակ դպրոցներում երեխաները օրագիր տանում էին։ Օրագրի հատվածը ոնց ասեմ, դասերի տեղն էին գրում, դասի վերնագիրն էինք չէ գրում, ինչ պետք է սովորենք։ Արդեն իսկ ինքը 7-8 տողով բաժանած է։ Մեզ այդքան պետք չի։ Դուք եթե 3-ից 5 կարևոր կետ ունենաք անելու, որը որ կբխի ձեր նպատակից, ովքեր թեզ են գրել, գիտեն ինչ եմ ասում, նպատակը տրոհում ենք խնդիրների եւ լուծում այդ խնդիրները։ Ամենահեշտը դա է նպատակին հասնելու համար։ Սենց բաժանում ենք շատ փոքր մասերի։
ու գրում ենք 3-ից 5 կետ, որը օրվա մեջ մենք պետք է անենք։ Եթե դուք ունենաք կազմած ձեր շաբաթվա գրաֆիկը, աշխատելը ձեզ համար շատ հեշտ է լինելու, ու մանավանդ շատ հեշտ է լինելու աշխատել այն դեպքում, երբ որ դուք ձեր հանդեպ ունեք բարձր պատասխանատվության զգացողություն։ Հա, հասկանում եմ, որ դժվար է, ես հասկանում եմ, ես ընդունում եմ, որ ավելի հեշտ է աշխատել ուրիշի ձեռքի տակ, բայց կան մարդկանց տեսակներ, ովքեր իրանք եթե իրանց խոսք են տալիս, իրանք իրանց այնքան են հարգում, որ այդ խոսքը անպայման ուզում են կատարել։ Իմ դեպքում օրինակ ես հստակ գիտեմ, մինչև ես չբարձրաձայնեմ դա, ես դա կյանքում չեմ անի։ Ու քանի որ ես ինքս տեսակով, ձեզ չթվա թե ես չեմ ունենում հոգնել, ես չեմ ունենում ծուլության զգացողություն, ես չեմ ուզում ամեն ինչը փակեմ ու մի կողմ գնամ։ Ոչ, ես մարդ եմ, բոլորիդ նման նորմալ մարդ եմ, ու նորմալ մարդկանց մոտ դա լինում է, դա նորմալ է։ Նորմալ չի, երբ որ դու դառնում ես դրա զոհը։ Ինչ եմ անում ես ուղղակի հասկանում եմ, որ եթե ես բարձրաձայն ասեմ, որ ես պետք է այսինչ բանը անեմ, նաև դրա մեջ մտնում են մեր ուսուցումները։ Ինչքան էլ խանգարող հանգամանքները լինում են, ես փորձում եմ դրանք հաղթահարել։ Օրինակ, ես այսօր ունեի բոլոր նպաստավոր պայմանները այս Zoom-ը վերջին պահին չեղարկելու, բայց ես հասկացա, որ դա չի կարելի անել, որովհետև իմ անձի հանդեպ կա բարձր պատասխանատվության զգացողություն։ Եվ այսպես, եթե դուք ունենաք ձեր անձի հանդեպ բարձր պատասխանատվության զգացողություն, դուք ձեր գրածը անպայման անելու եք, որտեղ դուք ուզենալու եք այդ արդյունքը տեսնեք։ Ձեզ համար շատ կարևոր է լինելու ձեր խոսքը։ Դուք չեք անում ինչ-որ մեկի համար, առաջնահերթ մեզանից յուրաքանչյուրը ինչ անում է իր աշխատանքի համար։ Գիտեք, երեկվա տնօրենների ժողովին մեր գլխավոր մենեջերը մի շատ լավ միտք արտահայտեց եւ կուզեմ ձեզ հետ այդ մտքով կիսվեմ։ Օրվա վերջում ամփոփեք ձեր որ արած գործողությունն է ձեզ փող բերել օրվա վերջում։ Եթե դուք օրվա վերջում փող չեք ստացել, ուրեմն ձեր այդ օրվա գործողությունները սա անհիմն են եղել։ Մենք անում ենք Երբ խոսցնում եմ, մենք կլիանսկի չաթը զարգացնում ենք, մենք բլոգը վարում ենք, մենք սթորիներն անում ենք, ամեն ինչ պետք է ունենա նպատակ։ Ինչի համար ես դու սթորի անում, ինչի համար ես դու ելույթ ունենում, ինչն է նպատակը, որ ունենաս կլիենտներ, որ ունենաս աուդիտորիա, որ ունենաս մարդիկ, ովքեր կգրանցվեն, պատվեր կանեն, որը քեզ կբերի փող։ Մի դեպք էլ պատմեմ, հենց երեկվա հետ կապված։ Համակարգիչը անջատել եմ, հեռախոսս անջատել եմ, պատրաստվում եմ, որոշել եմ, որ ես մեկ օր պետք է շուտ քնեմ։ Ինձ զանգում է մի կին, ով սովորաբար պատվերը ես եմ օգնում, որ հավաքի, պրոցեսն էլ երկարատևում։ Վերցնում եմ ու լավ գիտակցելով, որ հնարավոր է ինքը հարցեր տա ու վերջում ասի դե լավ, թողնենք պատվերն անեմ հաջորդ օրը։ Բայց ես պատասխանում եմ զանգին ու այդ կինը տվյալ պահին 30 բալի պատվեր է հավաքում։ Հավաքել հաստատելուց հետո անջատում եմ ու մտածում եմ, ասում եմ, եթե ես չպատասխանեի այս զանգին, կամ մտածեի դե լավ, ուշ է, կարիք չկա, լավ դե ես որոշել եմ, որ այսօր պետքա շուտ քնեմ։ Ես կկորցնեի այդ 30 բալի պատվերը։ Եվ հարց է, ինքը հաջորդ օրը կցանկանար արդյոք այդ նույն պատվերն անել, թե ոչ, որովհետև չմոռանանք, որ շրջապատը մեր վրա շատ լուրջ ազդեցություն ունի եւ Աստված ոչ անի, եթե մենք հայտնվում ենք այնպիսի մի շրջապատում, որտեղ նախանձները շատ են, բնականաբար ազդում է այդ էներգետիկ դաշտը մեր վրա, որտեղ նախ եւ առաջ մենք պետք է սովորենք մի հատ մեր էներգետիկ դաշտը մեր անձը այնքան բարձրացնենք, որ կարողանանք անտեսանելի պատշարենք մեր շուրջը, որ կողքից ազդակ հնչած ազդակները չկարողանան հասնել մեր վրա։ Գիտեք, ժամանակի կառավարումը առաջին հերթին դա ոչ թե խստությունն է սեփական անձիդ հանդեպ, այլ ինքնակարգապահությունն է, դիսցիպլինան է, հաջողության գրավականը միշտ ասել եմ, մոտիվացիան չի, դիսցիպլինան է։ Դուք կարաք մոտիվացիայից ընկած լինեք, բայց եթե ձեր գործողությունը արեցիք, ձեր հաջողությունը գալու է։ Բազմաթիվ անգամներ հիասթափության մեջ մաքրել եմ արդյունքներս, նստել եմ իմ գործին ու ոչ մեկ ձեզանից դա գլխի չի ընկել։ Մի բան էլ ոգևորել եմ ձեզ,
տվել եմ գործիքներ։ Ինչի, որովհետև ես հստակ հասկացել եմ ես ինչ եմ ուզում։ Ստեղծեք пассив եկամտի աղբյուր, որ գա մի ժամանակ, երբ այդ пассив եկամուտի վրա դուք չծախսեք էլ շատ մեծ ժամանակ, բայց դուք ունենաք եկամուտ այդտեղից։ Ստեղծեք բիզնեսի համար աշխատող սիստեմա։ Տարբերեք տան գործը, տարբերեք բիզնեսի գործը, տարբերեք մամայի գործը։ Միշտ ասում եմ, ես ունեմ 3 կատեգորիա մարդու 3 տեսականի մեջ։ Ես կամ դառնում եմ տնային տնտեսուհի, կամ դառնում եմ մամա, կամ դառնում եմ բիզնես ոման։ Նայած որ ժամին եք դուք ինձ հետ կապ հաստատում։ Այդ կարևոր ասա, դուք եթե ձեր օրը ճիշտ պլանավորեք, եթե դուք նախապես իմանաք, ոչ թե արթնանաք ինքնահոսի ինչպես կգնա, այլ իմանաք, շատ հեշտ է լինելու ձեր առօրյան եւ ձեր նպատակի ետևից հասնելը։ Մի հատ sense հետադարձ կյանք հղեք ձեր սեփական կյանքի հետ ու վերլուծություն արեք։ Մի հատ անցած շաբաթվա վրա վերլուծություն արեք, մի հատ անցած ամսվա վրա վերլուծություն արեք։ Որտեղ եք եղել, ուր եք հասել, ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար։ Ձեր կյանքի որակի փոփոխման համար ինչ եք արել։ Ժամանակը կառավարել բացարձակ պետք չի, սկսեք կառավարել ինքներդ ձեզ։ Երբ մարդն ունի ներքին հավասարակշռություն, ժամանակը սկսում աշխատել իր օգտին։ Սրա մասին եթե ինձ ասեին 1 տարի առաջ, ես կմտածեի, որ ինչ որ տեղից վերցրած ցիտատներ ա, որ ասվում է, բայց ես հիմա արդեն 2 ամսից ավել կլինի, որ ես սրանում համոզվել եմ։ Պետք չի առավոտից իրիկուն անել նույն գործողությունը հաջողության հասնելու համար։ Իրականում, երբ դու կպնում ես կոնկրետ կետին, քո գործը ստացվում է։ Ու մի մտածեք, երեխեք ջան, որ դուք երբ ձեզ վրա ժամանակ եք ծախսում, դա մեղավորության զգացողություն պետքա ձեր մեջ արթնանա, կամ երբ դուք ինչ-որ մի բանին ասում եք ոչ, դուք պետքա բացատրություն տաք դրա համար։ Ամենևին այդպես չի։ Դուք ունեք իրավունք եւ հանգստանալու, եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու, եւ ընտանիքի հետ լինելու, եւ կինո նայելու, եւ բիզնեսը զարգացնելու, եթե ճիշտ կարողանաք ձեր օրվա գրաֆիկը կազմել։ Ոչ թե շատ կանանց նման առավոտից իրիկուն միայն մի գործողություն անել կամ անունը դնել, որ մենք տան գործերն ենք անում, ճաշ ենք եպում, էս ենք անում, են ենք անում։ Okay, եթե դուք ամբողջ օրը զբաղվեք միայն խոհանոցային եւ կենցաղային հարցերով, դուք կլինեք իդեալական տանկին, բայց ձեր բիզնեսը չի զարգանա։ Դրա համար փորձեք ժամանակի մեջ կարգավորումներ մտցնել։ Ժամանակը մեր կյանքի ամենամեծ ուսուցիչն է, ինքն է սովորեցնում մեզ ոնց վարվենք։ Ու երբ սկսում ես գիտակցաբար ապրել յուրաքանչյուր օրդ, ամենափոքր բանը անգամ ստանում է իր իմաստը, ու դու հասկանում ես, որ իրականում երջանկությունը մանրուքների մեջ է, ու այս ասվածը շատ ճիշտ է։ Գիտեք, ձեզ մի բան էլ կառաջարկեմ։ Փորձեք այսօրվանից ընտրել մի բան, որին այլևս չեք ասի, չեմ հասցնում։ Ու վաղվանից կգրեք, թե ձեր կյանքում ինչա փոխվում։ Ես զոմի սկզբում ասեցի ու մի հատ նորից հիմա կանրադառնամ, երբ մենք ասում ենք մենք ժամանակ չունենք, մենք բլոկավորում ենք մեր առօրյան, մեր հաջողությունը, մեր փողերը, մեր էներգետիկ դաշտը։ Ու որ էլ ավելի վատ է, մենք բլոկավորում ենք մեր երեխեքի հաջողությունը։ Մի հատ հələ պատկերացրեք, ով ժամանակ չունի։ Պատկերացրեցիք։ Ես շունեմ անջան։ Ուզումի սկզբից միացել էի։ Աստված չանի, մենք քո ասած պատկերացմանը հասնենք, անջան։ 15 րոպե ուշ եմ միացել, ժամանակ չեն ունենում մենակ մահացած մարդիկ, երեխեք ջան։ Անի ջան, ժամանակ չունես, որովհետև ես նշեցի, քո օրվա գրաֆիկի մեջ պետքա դու անես փոփոխություններ։ Չի կարա այնպես լինի, որ մարդը ժամանակ չունենա։ Ժամանակ չունի մենակ այն մարդը, ով արդեն պարկած է 4 տախտակի մեջ։ Բոլորիս տնից տեղից հեռու լինի։ Իրականում, երբ դու հստակ գիտես եւ ունես առաջնահերթություններ, դու կարողանում ես գրաֆիկը այնպես կազմել, որ քեզ պետքական բաները դու հասցնում ես։ Իսկ ինչը դուրս է մնում քո գրաֆիկից, ուրեմն դա քեզ պետք չի։ Վերջ։
Մենք ի՞նչն ենք մտցնում մեր օրվա գրաֆիկի մեջ։ Այն ինչը որ մեզ այդ պահին պետք է, որը տանում է մեզ դեպի մեր նպատակ։ Իմ գրաֆիկի մեջ մտնում է առավոտվա տան հավաքելը, օրինակ, հա, մտնում է մարաթոնի ալիքի աշխատանքները ստուգելը, պարտադիր ու նոր հանձնարարությունը վերամշակած բացատրելով տալը։ Ու ես քանի որ գիտեմ, որ վաղը շաբաթ է, մյուս օրն էլ կիրակ է, ես հիմա գիշերը 2 օրվա աշխատանքը պիտի կատարեմ, իմ գրաֆիկի մեջ է մտնում, որ հանկարծ մարաթոնի թիմում ոչ մեկ չնեղվի նրանից, որ ուշ է ստանում ինֆորմացիան։ Մտնում է պարտադիր, ես ոչ մի բան չունեմ պատվերով սնունդ տվողների հետ, բայց մեր տան ճաշը պիտի անպայման էփած լինի։ Կապ չունի մենք այդ օրը կուտենք, չենք կուտի, ինքը պիտի լինի, իմ հանգստությունը կայանում է նրանում, երբ որ ես գիտեմ տանը հաց կա սարքած։ Այդ տեսակն եմ ես։ Մտնում է դա։ Ու այդ ընթացքում ես պարտադիր փորձում եմ նաև քայլել։ Իմիջիալոց 3 րոպե է մնացել, նաև մի պրակտիկա ձեզ կարամ ասեմ։ Երբ զգում եք, որ բլոկավորում է գնում ձեր շուրջը, անհասկանալի բաներ է կատարվում, ինչ-որ բան չեք հասցնում ու խճճված իրավիճակ է ու չգիտեք կծիկը որ կա, չէ, թելերը խառնվել է իրար, որտեղից սկիզբը գտնեք, որ հասկանաք ոնց բացեք այդ կծիկը, ես ձեզ առաջարկում եմ անպայման դուրս եկեք քայլեք։ Միջին արագության տակ ու մենակով։ Արյան շրջանառության կարգավորման հաշվին ուղեղը սկսում է լավ աշխատել։ Իսկ քայլքը, որը ուղղված է գործողությունների պլանավորմանը, նպատակի մասին մտածելով, ինչ-որ ելքեր փնտրելով, ինքը անպայման տալիս է արդյունք ու ընդունված է ասել նաև, որ քայլքը հավասար է երազանքների իրականացմանը։ Բազմաթիվ նոր գաղափարներ ծնվում են քայլելու ժամանակ, բայց մենակով դուրս եկեք քայլեք։ Թեկուզ ձեր տան շրջակայքում 10 շրջան պտտվեք, բայց անպայման դուրս եկեք ու տեսեք մտքերը ոնց կկարգավորվի ձեզ։ 2 րոպե ժամանակ ունենք, եթե հարցեր ունեք, ասեք կամ գրեք, քննարկենք այդ հարցերը։ Կարող եք գրել, ովքեր բալիկներին են քնացնում։ Լաուրան օրը պլանավորում է ժամով, հասցնում է, իդեալական։ Իհարկե Լաուրա ջան, ես նշեցի, որ ընթացքում կարան լինեն դեպքեր, որը որ պլանավորումից դուրս է գալիս, դրանք պատահում են բոլորիս հետ, որովհետև չգիտես առօրյայում ինչ կարաս հանդիպես։ Մամաները համենայն դեպս միշտ ունեն վտանգ, որ դպրոցից կարան զանգ ստանալ ու մեկ էլ հոп հայտնվես դպրոցում։ Պրոկրաստինացիան ինքը գիտեք ոնց, այդ ձեր տեսակի պետք է նայեք, իմ համար ինքը շատ վատ բան է, Լաուրա ջան։ Ես սրա գերին եղել եմ ժամանակին ու ես հաստատ չեմ ուզենա երկրորդ անգամ հայտնվեմ այդ իրավիճակում, երբ դու ինքդ քեզ խաբում ես ու գտնում ես 1000 ու մի պատճառ քեզ արդարացնելու համար։ Ես դրա մեջ եղել եմ, դա շատ վատ զգացողություն է, ես հետո եմ ուղղակի հասկացել իմ այդ վիճակի անունն ինչ է։ Իրականում անունը եղել է պրոկրաստինացիա, որովհետև 1000 ու մի պատճառ եմ մտածել, որ ես չզանգեմ այսինչ մարդուն, 1000 ու մի պատճառ եմ մտածել, որ ռեկրուտինգը չանեմ, որ ուսուցում չանեմ, ու այսպես լիքը բաներ, մինչև որ ես հասկացա ուղղակի, որ ես չեմ կարող ունենամ այն ինչը որ երազում եմ, եթե ես սկսեմ ինձ արդարացնել, մարդ պետք է սովորի իր անձի հանդեպ լինի շատ օբյեկտիվ, որտեղ ես նշեցի, մեզանից լավ մեզ ոչ մեկ չի ճանաչում, իմ թույլ կողմերն էլ ես լավ գիտեմ, իմ ուժեղ կողմերն էլ ես լավ գիտեմ, ու իրականում, եթե դուք ճիշտ կետին խփելով կարողանաք 3-ից 5 գործ անեք, հեչ պետք չի, որ դուք ամբողջ օրը նույն գործն անեք, ինչ որ մի գործ նպատակի հասնելու համար։ Անի ջան, հանգիստը միանշանակ պետքա լինի, միանշանակ առանց հանգստի ոչ մի աշխատանքը արդյունք չի տալու։ Մեր Zoom-ը շուտով կավարտվի, եթե ունեք հարցեր, կարող եք ընդհանուր չաթում գրել, միասին սկսենք քննարկումներն անենք։